Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին։ Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց Թուրքին։ Հիմա այսքանից հետո Փաշինյանին ձայն տվող լինելու է, եթե իհարկե դեռ կար։ Որոշ զոմբիացած մարդիկ շատ կան, որ անգրագետ պետք է գնան ընտրեն։ Բայց որ գրագետ մարդը կյանքում նրան չի ընտրի։ Խելացի մարդը նրան չի կարող ընտրի։ Չէ, շնորհակալություն չի կարելի հայտնել, եթե այդքան զոհ կա, ինչի շնորհակալություն հայտնել։ Էլի վստահել պետք չի։ Թուրքը մնամա թուրք, Ադրբեջանն էլ նույն թուրքի շունն է։ Պետք է զգուշելնել ամեն հարցում, ամեն մի պայմանավորվածության տակ պետք է մեծ հարցական դրվի։ Նրանց չի կարելի վստահել։ Ամեն ինչը որ արվում է, չէ, պետք է շատ զգուշ արվի։ Դե գիտեք ինչ, մի Թուրքիայի հետ սահմանը որ բաց արին, արդեն հայկական գյուղատնտեսությունը Բեռնի։ Ինչը որ Թուրքիայի հետ կապված է, ես դեմ եմ։ Ոչ մի դեպքում չպետք է մոռանանք մեր արյունահեղված զոհերի հիշատակը։ Ոչ մի պարագայում նրանց խոսքերը լրիվ սուտ են, նրանց տված խոստումները կեղծիք են։ Ես չեմ ասում, թե Ռուսաստանը չգիտեմ ինչ բարիքներ արի, բայց համենայն դեպս ավելի գերադասել է Ռուսաստանը, քան թե Թուրքիան։ Ինչ էլ որ անում է իր սխալ թե արդար արած գործերի համար պատասխան ենք տալի, բոլորս ենք պատասխան տալու։ Ոչ միայն ինքը, ոչ միայն իր ԿՊ-ի այդ ծառայեկիցները, հապա բոլորս պետք է պատասխան տանք։ Ամեն մարդ պատասխանա տալու իր անտարբերության համար։ Եթե այսօր մեկը անտարբեր է, ինչ է կատարվում երկրում, անտարբեր է, ասում են ծառը պտուղից պետք է ճանաչեն։ Հիմա մենք սկզբից որ ինքը գալիս էր, մենք ուրախացանք, ասենք փոփոխություն պետք է լինի, բայց անմիջապես արդեն դեռ չհասած իշխանության արդեն մենք տեսանք ինքը սխալ ուղի ընտրեց, սխալ ուղի ու սխալ մարդկանց ձեռքն է սեղմել, սխալ ճանապարհով էլ գնաց եւ մինչեւ հիմա էլ տանմա մեզ կործանման։ Վայ նրան, ով որ կընտրի նրան, վայ նրան։ Դե որին ասենք պարգևատրում շատ իր ազնագազն պարգևատրում բանատվել հնարավոր է։ Ինչ որ ընտրողները են, բայց մեծամասնությունը չէ։ Օրինակ ես լիշնի չեմ ընտրի դրան։ Ընտրվի, մեկ ես չեմ ընտրի։ Ու իմ կոլեգյան, իմ շրջապատը երբեք չեն։ Մեկ հավատացել ենք, մի սխալ արել ենք, երկրորդ սխալը չենք կրկնի։ Ինձ թվում է դժվար։ Ես միջև թոշակառուների հարցը ես կողմն էի, բայց ես թոշակառուների հասցեի, որ տենց ավելի նոր բաներ խոսած, ես արդեն ընտրաշքիցս գցեցի էլի։ Պետք չի, եթե թոշակառու են մարդ չեն, եթե համբերը մենք, սուսուփուս այդ բանը տանում ենք, նշանակում է պետք է ուրեմն ոտնատակ տաս թոշակառուներին։ Ու ամեն րոպե թոշակառուն, ինչ անում թոշակառուն ձեզ։ Էլի եթե ձայն են տալի թոշակառուներն ավելի շատ են ձայն տալի իրան։ Բայց ինձ թվում է մեծամասնությունը հիասթափվել է, չգիտեմ։